Այցելուներից մեկը, ով տևական ժամանակ եղել է աբյուզիվ հարաբերությունների մեջ, այսպես ասեց. «Մարտին ջան, նենց արա ես էլ դառնամ նարցիս»։ Մի քիչ մտածելուց հետո ես ասեցի, որ գուցե դուք ուզում եք լինել ուժեղ, նա ասեց այո, եւ այստեղից կարելի է ենթադրություն անել, որ հաճախ ոմանց մոտ նարցիսական անձնային առանձնահատկություն ունեցող անձինք կամ նարցիսական անձնային խանգարում ունեցող անձինք ասոցացվում են ուժի, ղեկավարելու, համարձակ լինելու, մեծ կարողություններ ունենալու հետ։ Եկեք մանրամասն այս պատմությունը կամ նման իրավիճակները հասկանանք ինչի հետ է կապված, ինչպիսի լուծումներ ունի, ինչպիսի մոտիվներ է նպաստում, որ մարդը ունենում է նման դրսևորումներ կամ հասնում է նման խնդիրների։ Այն մարդիկ, ովքեր որ ունենում են ինքնագնահատականի խնդիր կամ կախյալ անձնային խանգարում կարող են ունենալ կամ կախյալ անձնային շեշտվածություններ, այս մարդիկ չեն հավատում իրենց ուժերին, նրանք չեն վստահում իրենք իրենց չեն դիտարկում որպես հենարան, նրանք անընդհատ օգնություն են փնտրում արտաքին աշխարհից, իրենց սեփական ռեսուրսներին, ներուժին չեն կարողանում նշանակություն տալ, նրանց ուշադրությունը անընդհատ ուղղված է իրենցից դուրս, այսինքն փնտրում են հենարաններ, կաստելներ, որի միջոցով կարողանան ոչ թե ապրել, այլ գոյատևել։ Խնդիրը հենց նրանում է կայանում, որ երբ որ մարդը մտածում է ոչ թե լիարժեք ապրելու մասին, այլ գոյատևելու, այստեղ հավանաբար մենք գործ ենք ունենում այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ հավանաբար տևական ժամանակ ունեցել են բարդ խնդիրներ, առողջական խնդիրներ կամ փոքր տարիքից գուցե սկսած ունեցել են այնպիսի աշխարհընկալում, այնպիսի բնավորության գծեր, որ իրենց չեն դիտարկել իրենց կյանքի հեղինակ։ Այս մարդիկ մշտապես խորհրդի կարիք ունեն, սպասելիքներ ունեն իրենց գնահատմամբ իրենցից ուժեղներից, որոշ դեպքերում, օրինակ ռեալ ես այդպիսի փորձ գիտեմ, որ մարդիկ այնքան փնտրտուքների դաշտը մեծացնում են, որ հայտնվում են տարբեր սեկտաներում, տարբեր կրոնական միավորումներում, տարբեր ինչ-որ խմբավորումների մասն են փորձում կազմել, ենթարկվում են տարբեր մանիպուլյացիաների, փնտրում են գուրուների կամ մարդկանց, ովքեր որ ինչ-որ սեմինարներ են վարում, փորձում են այդ մարդկանց հետ անհատական հարաբերություն ստեղծել եւ միշտ չէ որ գիտակցված նրանք փորձում են այս մարդկանց միջոցով ապրել գոյատևելու իմաստով, այսինքն նրանց պետք է մեկը, ով իրենց կասի ամեն ինչ լավ է լինելու, ես քեզ կօգնեմ, ես քեզ կասեմ ինչ անես, եւ եթե հետ վերադառնանք ի սկզբանե նշած այն արտահայտությանը, որ փորձիր ինձ դարձնել նարցիս, հաճախ հենց այսպիսի մի հետաքրքիր երևույթ կա։ Նարցիսական անձնային խանգարում ունեցող մարդը ու կախյալ անձնային խանգարում ունեցող մարդը, եթե ավելի կլինիկական տերմիներով խոսեմ, կարծես նույն մեդալի երկու կողմերն են ներկայացնում եւ այս երկուսը մշտապես իրար փնտրում են, մագնիսի պես իրար ձգում են եւ եթե մետաֆորիկ ասեմ, նրանք միտում ունեն միավորվելու, ընդհանրանալու, սակայն խնդիրը նրանում է, որ տևական ժամանակ նրանց հարաբերակցվելուց իրենց բարդ կամ բաց կողմերը, կոնֆլիկտային իրավիճակները, աշխարհընկալումը բերում է բախման եւ գուցե բաժանման։ Այստեղ նաեւ բարդությունը նրանում է կայանում, որ կախվածություն ունեցող անձը ինքը իր կամքով բացառիկ դեպքերում է հրաժարվում նման աբյուզիվ հարաբերություններից։ Դա հաճախ լինում է այն դեպքում, երբ որ արդեն շատ բանը բանից անցած վիճակի է հասնում։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Կախվածություն ունեցող մարդը կամ զոհի կարգավիճակում հայտնված մարդը արտաքինից այդպես է կարող նաև երևալ։ Նա քանի որ չի հավատում իր ուժերին, բայց որpիսի ինչ որ մեկին կողքը լինի կամ ինչ որ մեկը իրեն երաշխավոր լինի, հենարան լինի, ապավեն լինի, այս մարդը սկսում է ծառայել
ծառայում, այսինքն մեծ ներդրումներ է անում հարաբերությունը կամ կողքին ուժեղ մարդ պահելու համար։ Եվ պարադոքսը նրանում է, որ երբ որ նա մենակ է, եթե նա կարողանա այսքանը գիտակցի ու ինքը իր կյանքի հեղինակը դառնա, նա նման աբյուզիվ հարաբերությունների կամ բռնարարի կամ նարցիսային ազգային խանգարում ունեցողի կարիք չի ունենա։ Սակայն ինչ որ մեկի ներկայությունը, իրեն կառավարելը, հրահանգելը, այդ ասած թոզ փչելը, որ ես ուժեղ եմ, ես քեզ օգնելու եմ, ես քո մեջքին կանգնած եմ, դու կարող ես ինձ վրա հույսը դնելը, նրան ուժ է տալիս։ Բազում դեպքերում սա կապված է լինում նրա հետ, որ մարդը, երբ որ փոքր տարիքից սկսած չի ունենում այն հենարանը, ծնողների աջակցությունը, կարևորության զգացումը, սիրված լինելու զգացումը, դու այս աշխարհում մեզ համար շատ մեծ արժեք ունեսի գաղափարը, երբ որ մարդիկ նման պահանջները չեն կարողանում բավարարել, նրանք իրենց չեն դիտարկում այս աշխարհում կարևոր երևույթ, կարևոր անհատականություն, այս աշխարհում չեն տեսնում իրենց կարևոր նշանակությունը հենց իրենք իրենցով, նրանք սկսում են վաստակել այս ամեն ինչին արժանանալը, այսինքն իրենք սկսում են ծառայել, զոհաբերել, չբողոքել, հնազանդվել, ենթարկվել եւ եթե նորից հետ վերադառնամ մեդալի մյուս կողմին, նարցիսը ինչ է անում, ցույց է տալիս, որ ինքը գրանձիոզ ես ունի, ցույց է տալիս, որ ինքը շատ հզոր է, նա անընդհատ իր եսը շեշտելով, որ ես ուժեղ եմ, ես կարամ, իր գրանձիոզ գաղափարներով, իր երբեմն ատլետիկ կառուցվածքով, երբեմն պաշտոն զբաղացնելով, ստեղծում է այն մթնոլորտը, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ նրա ինքնագնահատականը բավականին բարձր է։ Եվ այս պարագայում փոխկախյալը կամ կախյալն ու նարցիսը կարծես երկուսը իրար համար կարևոր դեր են սկսում խաղալ, բայց ցավալին նրանում է, հարգելիներս, հիմա մեկը կասի, դե հենա, նորմալ իրար հետ կարողանում են հաղորդակցել, ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ այս հարաբերությունները առողջ չեն։ Այս հարաբերություններում բացի նարցիսից, մնացած բոլոր կողմերը տուժողի դերում են, այսինքն այս մարդիկ իրենց արժանապատիվ չեն զգում, իրենց բարոյական արժեքները կասկածի տակ են դնում, երբ որ նարցիսը սկսում է իր զոհին գազլայթինգի ենթարկել, այսինքն ստեղծել իրավիճակ, որ դու սկսում ես կասկածել քո ադեկվատության վրա, քո գիտելիքների վրա, այն թոզը, որ փչել էր նարցիսը կախյալի աչքերին, որ իմ միջոցով դու դառնում ես ուժեղ, նա հենց հակառակ էֆեկտով ինքնա իր ուժի միջոցով, իր գիտելիքի միջոցով, իր մանիպուլյատիվ տեխնիկաների միջոցով զոհի վրա, կախյալի վրա ինքնահաստատվում է, ստեղծելով տպավորություն, որ դու թույլ ես, դու առանց ինձ ոչ մի բան ես, ես քո հովանավորն եմ, ես եմ քո բոլոր հաջողությունների պատճառը, ես եմ քեզ դուխ տվողը, ես եմ քեզ ուժ տվել, ես եմ նպաստել, որ դու այս ինչ տեղը աշխատում ես, տես քո բոլոր բարեկամները քեզանից երես թեքեցին, քեզ չօգնեցին, քո միակ ծանոթը, քո միակ բարեկամը, քո միակ հենարանը ես եմ, բայց պարադոքսը նրանում է, որ նարցիսը ինքը իր ձեռքով, թեթև ձեռքով բոլոր կապող օղակներից, բոլոր ռեսուրս տվող օղակներից զրկում է իր զոհին, որպեսզի իր զոհը ամբողջությամբ կախված լինի իրենից։ Եվ քանի որ կախյալ մարդը հենց այնպես չի այս բառը հնչում, որպես սպիտակ խնդրում եմ չընդունել, կախված, կախյալ, որպեսզի երկար բացատրեմ, թե սա ինչի մասին է խոսքը, այս մարդիկ հենց իրենց ամենասկզբունքային, առանցքային հատկանիշը, հատկությունը այն է, որ իրենք հենց կախում ունեն, այսինքն միշտ ինչ որ երևույթներից, առարկաներից, հաճախ նաև մարդկանցից, Աստծուց կախվածություն ունեն, նրանք չեն գիտակցում հետևյալը, որ Աստված չունի ոտքեր ու ձեռքեր, եթե անգամ նա ինչ-որ բան է տալիս մեզ, մեր միջոցով է դա արվում, եւ այստեղ կրոնական մի մեջբերում բերեմ, որը որ էլի խնդրում եմ խիստ չմոտենալ, ինչքան էլ որ մենք մեծ նշանակություն ենք տալիս կրոնին, հավատին,
Հարգելիներս, ոչ միտեղ գրված չի, որ դու չպետք է հավատաս քեզ, ոչ միտեղ գրած չի, որ դու պետք է պառկես, երազես, թե Աստված երբ է իջնելու ու քեզ փրկի կամ քո տեղը ապրի։ Աստված ստեղծել է բոլոր պայմանները, քեզ տվել է բոլոր հնարավոր ռեսուրսները, ուժը, գիտելիքը, հմտությունները, որպեսզի դու կարողանաս լինել քո կյանքի հեղինակը։ Աստծո գաղափարը այստեղ մեծ դեր է խաղում այն առումով, որ դու քեզանից վեր ինչ-որ մի ուժի, երբ որ հուսահատվում ես, վհատվում ես, կարողանում ես իրենից ինչ-որ ակնկալիք ունենալ։ Հույս հավատսեր ասածը այստեղ մեծ նշանակություն ունի։ Եվ ինչու՞ չէ, Աստծո գաղափարը նաև ուժ է տալիս, որպեսզի դու քեզ մենակ չզգաս։ Եվ ինչպես շատ տեղեր է ասվում, երբ որ սամալյոտը պետք է վթարի ենթարկվի, բոլորը ավտոմատ դառնում են հավատացյալ եւ սկսում են աղոթել։ Աստծո գաղափարը ոչ թե միայն նրա համար է, որպեսզի դու միշտ խնդրես կամ քեզ ցածր զգաս, ոչ, Աստծո գաղափարը նրանում է, որ դու օգտվես այդ ուժից, դու եւս քեզ ուժեղ զգաս, բավարարված զգաս, պիտանի զգաս, կարևորված զգաս, դու հասկանաս, որ Աստված քեզ սիրում է ու քեզ փորձում է ընդունել անգնահատողական։ Այս ամեն ինչը պաշար է, որպեսզի դու կարողանաս ինքնահաստատվես եւ ապրես քո կյանքը։ Եվ ինչպես ամենակարևոր կետերից մեկը ասեմ նաև, շնորհակալ լինելը, Աստծուց շնորհակալ լինելը նաև շատ մեծ ու կարևոր ռեսուրս ու գործոն է։ Սա նաև սովորացնում է մարդուն, որպեսզի իր ձեռքբերումների, հաջողությունների, երջանկության, ունեցվածքի, առողջության, հոգեկան առողջության համար, դրա դիմաց, նաև սննդի համար շնորհակալություն հայտնի։ Եվ Աստված հենց մեր ներսում է, հենց մեր հոգեկանը Աստծո դերում է կարծես։ Աստված ու հոգեկանը ասածը երբեմն շատ դժվար է տարանջատելը ու շատ կրոններում, շատ ուսմունքներում Աստծո ու հոգու հոգեկանի գաղափարը միավորված են կարծես։ Եվ Աստված ինչ է ասում, պետք չէ ինձ փնտրել որևիցե այլտեղ, ինձ փնտրիր քո ներսում, ես քո ներսում եմ գտնվում։ Եվ խնդիրը նրանում է, որ կախյալ մարդը իր ներսը չի կարողանում տեսնել, իրեն չի կարողանում դիտարկել որպես հենարան, որպես ռեսուրս, նա սկսում է շարունակ փնտրել դրսում։ Եվ այս մարդիկ հաճախ նաև կախվում են ունենում ալկոհոլից, թմրյան նյութերից, աշխատանքից, բարեկամներից, ընկերներից, դասարանցիներից, նրանց միշտ պետք է մեկը ու մեջքի հետևում պահկվեն եւ ասեն, խնդրում եմ օգնիր ինձ, ես թույլ եմ, ես տկար եմ։ Տենց մի հատ մեմ կար, չգիտեմ կհիշեք, Միկի Մաուսն էր կարծեմ ու տակը գրված է, ես պուճուր եմ, ինձ սիրեք։ Այս մարդիկ, կախվածություն ունեցող մարդիկ, հենց լոգիկան բերում է նրան, որ կարծես հոգեբանորեն չեն մեծացել, նրանք մնացել են այն տարիների երեխան, որ անպաշտպան է իրեն զգացել, նրանք հոգեբանորեն ինչ որ բարդ իրավիճակներում ռեգրես են ունենում, հուզական հետընթաց են ունենում, այստեղ ու հիմայից գնում են այդ փոքր անպաշտպան երեխայի դերում են հայտնվում եւ անգամ մարդը երբ որ 45 տարեկան է, նրան 16 տարեկան երիտասարդը ասեմ լավ, կարող է այնպիսի մի բառ ասել, որ այդ 45 տարեկանը դրսևորում է 6-7 տարեկանի վարկ։ Եվ եթե դուք մի քիչ գիտակ լինեք, դուք կհասկանաք, որ կարծես այս մարդուն նենց բառ ասեցի, նենց թրիգեր եղավ այն 16 տարեկանի վարքը, որ 45 տարեկան մարդը կախարդական ձևով դարձավ 6 տարեկան երեխա։ Այս ամեն ինչը եթե ամփոփեմ, ապա հետևյալը կարող եմ ասել, հարգելիներս, եթե դուք հայտնվել եք նման իրավիճակում, եթե դուք չեք հավատում ձեր ուժերին, եթե դուք ձեզ տկար եք զգում, թույլ եք զգում, տխուր եք զգում, մենակ եք զգում, կարիք կա դիմելու մասնագետին, իր հետ աշխատել, ձեր ինքնագնահատականի վրա, ձեր ուժերը ճանաչելու վրա, դուք ձեր թույլ կողմերը շատ լավ ճանաչում եք եւ հենվում եք միմիայն դրա վրա։ Խնդիրը նրանում է, որ պետք է նաև բալանսավորելու համար ճանաչել նաև ձեր ուժեղ կողմերը եւ հավատացած եղեք, դուք շատ ուժեղ կողմեր ունեք։ Հիշեք, երբ որ դուք պետք է փրկեիք հարաբերությունները կամ ապացուցեիք ինչ որ մեկին, որ դուք իր կողքին եք, ինչքան մեծ գործեր եք անում, անհավանական, այն որ կողքից կարող են զարմանալ, որ դուք այդքանը արել եք։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ դուք անճար չեք,
որ դուք ունեք այդ ռեսուրսը, ուղղակի չեք հավատում ձեր ուժերին, ուղղակի տևական ժամանակ, գուցե փոքր տարիքում կամ բարդ ստրեսային ու դժբախտ իրավիճակներում ստեղծվել է այնպես պատկերը, որ դուք մինչև հիմա գտնվում եք այդ անպաշտպան իրավիճակում եւ եկեք հիշեք նաև հոգեբանության մեջ շատ մեծ դեր ունեցող մի փորձ կա, որի մասին ես վիդեո ունեմ, սովորած անօգնականություն ասածը։ Այս մարդիկ, հենց ում մասին որ վիդեո նկարեցի, այս մարդիկ իրենց հենց այդ վիճակում են զգում, նրանք սովորել են, որ իրենք անօգնական են եւ պետք է ուժեղ մեկը, որ իրենց օգնի, ասի, որ դու ուժեղ ես, դու կարաս եւ այս ռեսուրս է դառնում, որպեսզի իրոք ինքը կարողանա դա անել։ Ինչ վերաբերում են նաև հարաբերություններին, այստեղ նաև նման մարդիկ շատ կարևոր աշխատանք ունեն անձնային սահմանները ուղղելու, կառուցելու հետ։ Ամենաառաջին գործիքը, որը որ բռնարար աբյուզիվ հարաբերություններում նարցիսական կամ պսիխոպատ խանգարում ունեցող, հակասոցիալական խանգարում ունեցող մարդկանց հետ հաղորդակցվելուց պետք է հաշվի առնել կամ օգտվել այդ զենքից, դա անձնային սահմանները ճանաչելը ու հստակ ցույց տալն է։ Ոչ վիճելը, ոչ ինչ-որ բան ապացուցելը, ոչ ցույց տալը, ոչ փախչելը երբեմն չեն օգնում։ Օգնում է քո հստակ գիտելիքը, որ դու գիտես քո սահմանները որտեղ է սկսվում եւ դրանից դուրս որտեղ է Իրանը եւ իրենը իրեն ես հետ վերադարձնում, առանց վիճելու, առանց հուզական ճոճանակի վրա հայտնվելու։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։